Տիկի Մանուկյան, ես ուզում եմ դուք մի փոքր ավելի պարզ բացատրեք պետական պարտքի նշանակությունը, քանի որ այսօր 15 միլիարդի է հասնում, եւ եթե դա բաժանենք մեր քաղաքացիների թվի վրա, կստացվի, որ ամեն քաղաքացի ունի $5,000 պարտք։ Եվ միևնույն ժամանակ շատ լավ նշեցիք, որ այո, բյուջեում դեֆիցիտը մոտ $1 միլիարդ 400 միլիոն է, եւ եթե նայենք այն աշխատանքի ոճը, որը իրականացնում է այսօրվա իշխանությունը, միայն պետական պարտքը աճել է, մոտ $8 միլիարդ, ճիշտ է։ Եվ եթե այդպես է, ապա եթե նույնիսկ մեկ քաղաքացու վրա նայենք, անգամ երբ որ քաղաքացի շարունակ պարտք է վերցնում, այնպես է ստացվում, որ չի կարողանում պարտք վերցնել եւ չի կարողանում վճարել։ Եվ այդ դեպքում հարկադիր կատարման ծառայությունից գալիս են, ասում են, չգիտեմ, եթե գույք ունեք, ապա տվեք դրա փոխարեն։ Եվ հետեւյալը, բազմիցս ես էլ դուք էլ տարբեր ելույթներ ենք լսել, գույք պարտքի դիմաց տվյալ արտահայտությունը գործածելով, տարբեր առիթներով օգտագործելով, ես ուզում եմ հասկանալ, արդյոք կա այդպիսի խնդիր եւ արդյոք կարող ենք գալ այդպիսի խնդրի, քանի որ նաեւ այո, խնդրեմ ձեր կողմից տալ քաղաքական նույնիսկ գնահատական այսօրվա իշխանության աշխատելավոճի մասին, հասկանալով արդյոք կարող ենք մի օր հայտնվել այդ խնդրի դիմաց, եթե նման կերպ շարունակենք։ Կարծում եմ ես ինքս կորոշեմ իմ պատասխանը, շնորհակալ եմ ինձ ընձեռված նման հնարավորության համար։ Պարոն Շիրազ Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, հիմա ձեզանից աճ նստած մեր գործընկերները կասեն, որ ոչ մի սարսափելի բան չկա պարտքի մեջ, եւ այո, ճիշտ կասեմ, ասեմ ավելին, նրանք կասեն, որ պետական պարտքն հարաբերակցությունը այս պահին գտնվում է 49%-ի վրա, որը շատ լավ ցուցանիշ է, վախենալու չէ համենայն դեպս, բայց այո, բայց պարտքի մասին խոսելիս միշտ պիտի հասկանանք իսկ ինչի վրա է ծախսվում այդ գումարը, ստեղծվում է արդյոք հավելյալ տնտեսական օգուտ, այսինքն ծախսվում է այնպիսի հոդվածների վրա, որից հետո շահույթ է գեներացվելու, որով այդ պարտքը մարվելու է, թե մի քիչ կենցաղային լեզվով ասեմ, էլի, հարևանից պարտք ենք վերցնում ոչ թե օրինակ երեխայի կրթության վարձը վճարելու համար, այլ երեխային iPhone առնելու համար, բացի դա, որ այդ հարցերն են կարևոր, նաև շատ կարևոր է առաջնահերթությունների հարցը, օրինակ երբեմն ես մեր ծախսերը նայելով կապիտալ, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ մենք էլի կենցաղային օրինակով բերեմ, նման ենք ընտանիքի, որը հարևանից պարտքով փող է վերցրել, բայց իր կաթացող տանիքը վերանորոգելու փոխարեն մանրահատակն է վերանորոգում։ Այո, նման խնդիրներ կան, ես հուսամ, որ մեր համատեղ աշխատանքում այդ թվում այս հանձնաժողովում մենք կկարողանանք կառավարելի պահել պետական պարտքը, շատ խիստ կվերաբերենք նոր տրանշերի ներգրավմանը եւ կհասկանանք ինչ ուղղությամբ են դրանք ծախսվում, ինչ հավելյալ արդյունք են դրանք ստեղծում, որպեսզի չկանգնենք այդ ձեր ասած գույք պարտքի դիմաց եւ նմանատիպ այլ խնդիրների առաջ։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ես շնորհակալ եմ, որ մանրակրկիտ փորձում եք բացատրել մեր քաղաքացիներին, թե այսօր ինչ արդյունավետությամբ է օգտագործվում բյուջեն, եւ կուզեմ հետագա ձեր աշխատանքում էլ մանրակրկիտ բացատրեք, քանի որ կարծում եմ մինչեւ 2018-ից մինչեւ այսօր իրականացվող քաղաքականությունը այդքան էլ դրական արդյունք չի ունեցել, հաստատի դուք ձեր ելույթներում ավելի պարզ կերպով կարող եք դա բացատրել։ Համեցեք արձագանք։ Այո, անշուշտ, պետական պարտքը լինելու է իմ ուշադրության կենտրոնում։